բացատրեցի։ Ես անցյալ անգամ եմ ասել դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք, պատգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է։ Թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարց է, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել, ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբան, ինչ ասեց, ազատության Կարլենը։ Բայց աստղաբաշխական թվերը։ Իսկ դուք գիտեք ազատությունում ինչքան են ստանում լրագրողները։ Աստղաբաշխական բյուջեից չեն ստանում։ Հարգելիս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում։ Ես կրկնում եմ։ Հանրային միջոցների, պարոն Սիմոնյան, հանրային միջոցների։ Դու այն մնացածը, որ սրանից առաջ խոսում էի, մենք չէինք լսում։ Ուրեմն ֆիքսեք, պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Բանկի աշխատավարձը, բանկի օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք։ Դրա համար վարչապետը նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է։ Ֆիքսեք, աշխատավարձը այդքան է։ Ասում եմ, եթե այդքան ջանասիրաբար ձեզ այդ ամեն ինչը անհանգստացնում է, վերջի վերջո հայտարարություններ եք անում լրագրողներով, լրագրողական ինչ-որ կազմակերպություններով, հարգելիներս, սկսեք ձեր թափանցիկությունից։ Մենք թափանցիկ ենք, առնվազն դուք մեզ քննադատում եք, մենք ինչ-որ ձևով բան ենք անում, հիմա ձեր թափանցիկությունից սկսեք։ Շատ լրագրողների մասին էլ կան դրանան։ Ես իրան եմ խոստովանել, իր հարցերին պատասխանեմ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, ՕԳԳ պետք է ունենա կառավարությունը, որպեսզի այդքան որոշել, ով ասել, ով ձեզ ցույց տվել դուք այդ ՕԳԳ-ն ասեք։ Դուք որպես քաղաքացի կետակ այդ ՕԳԳ-ից ելնելով կքվեարկեք Քոչարյանի ՕԳԳ-ին, Սերժ Սարգսյանի ՕԳԳ-ին, մարդ էլ կլինի կգնա Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ին կքննարկի։ Հիմա խենք այդ մենք դա քննարկում։ Տեսեք, Նազելի Բաղդասարյանը դուք էլ քիչ առաջ վկայակոչեցիք խաղաղություն բերելու փաստարկը, որ խաղաղություն եք բերել եւ այլն, ու դա համարում եք արդյունավետություն, որի համար կարելի է պարգևատրվել։ Չէ, ես տենց բան չեմ ասել։ Նազելի Բաղդասարյանն ասել է։ Ես Նազելի Բաղդասարյանը չեմ։ Ես Նազելի Բաղդասարյանի խոսնակը չեմ նույնիսկ։ Դե ասեք ինչի համար պիտի պարգևատրվի ձեզ բյուջեի հաշվին։ Դուք չեք լսում, երբ որ ես խոսում։ Ասում եք աշխատավարձը։ Չէ, մի րոպե։ Դուք չեք լսում, որ խոսում եմ։ Լսում եմ շատ ու շատ։ Մարդիկ ստանում են, ուրեմն լսեք, աշխատավարձը 1 միլիոն դրամ է, թե ինքը 500-ը կստանա ամսվա սկզբին, մնացածը կհավաքվի կստանա տարվա վերջում, որի անունը կդնենք պարգևավճար, այդ մարդու աշխատավարձն է այդքան, որևիցե մեկ դա պարգևատրել բառից է կարճել, բայց ես ասում եմ, կրկնում եմ, դա ձևակերպումն է, դա այդ մարդու աշխատավարձն է, մինչև հենց նոր ձեր գործընկերոջը պատասխանեցի, մինչև օրենսդրորեն դա կձևակերպենք։ Կառավարման երկիրներ, դուք վերահսկող գործառույթ ունեք նաև գործադիրի նկատմամբ, ու գործադիրի անդամները, այդպես ես պիտի երկրորդեմ, աստղաբաշխական թվերով պարգևատրումներ են ստանում, որտեղ 7-8 միլիոն, 6 միլիոնը դրանք իսկապես ահռելի գումար են մեր տիպի աղքատություն ունեցող երկրի համար։ Հիմա դուք չպիտի հաշվետվություն պահանջեք կառավարությունից, այդ միլիոնները ինչի համար եք ստացել։ Եթե խաղաղության համար են ստանում, եթե համարում են, որ խաղաղություն խաղաղության համար չենք ստանում, ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար։ Դուք ասում եք խաղաղություն, ես ուրախ եմ, որ դուք որպես խաղաղությունը որպես ամենալավ ձեռքբերում այնուամենայնիվ արձանագրում եք, դա ինձ ուրախացնում է։ Բայց դա մարդկանց աշխատավարձն է, ինչ է այդպես չի, մի վիճեք հետս։ Դա մարդկանց աշխատավարձ։ Մենք այդ ձեր խնդիրը կանում է նրանում, որ դուք կորուստը ենթադրում եք, որ կարելի է փողով հաշվել։ Փողով կորուստը չեք հաշվի։ Դուք կորուստները իհարկե արի չբանավիճենք, հարգելի լրագրող, արի չբանավիճենք, բայց պետք չի, դա լեզվամտածելակերպ է, այսինքն կորուստները մտածում ես պահում անենք 44 օրյա պատերազմի համար, այս ի՞նչ դրամաբան է, ինչ ես ասում։ Ինչ համար եք դուք պարգևատրվել։ Հարգելի, մենք չենք պարգևատրել, 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար, բայց վերջին անգամ։ Նախարարներն էլ չեն պարգևատրվել, այդ միլիոնները ուղղակի սենց միֆ են։ 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար եւ մեր հեռուստադիտողների համար։ Նախարարների աշխատավարձն է։ Ուզում ես եւս մի քանի պաշտոնյայի անուն դուր։ 4-րդ անգամ կրկնում եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Ուրեմն 5-րդ, ես 5 թիվը շատ եմ սիրում, 5-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է, որի մի մասը անունը տենց է դրված, դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է եւ տրվել է, ասեմ ավելին, էլի է տրվելու այլ համամասնությամբ գուցե էլի է տրվելու։
դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Մի հատ էլ ասեմ, դա այդ մարդկանց ոչ ստացել են իրենց հասանելիքի այն նախատեսվածի մի մասը 8-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Իրար հետ դա այդ մարդկանց աշխատավարձն է։ 10-րդ անգամ հասկանալի է, դա ոնց որ ոչ ֆորմալ բարձրացում է։ Որովհետև այո, դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտել։ Իհարկե նման մենք քաղաքականության մեջ նորեկ չենք, հա։ Մենք գիտենք, հասկանում ենք, չէ, որ նման հարցադրումներ կարային լինեն, բացատրելու կարիք կարա լինել եւ նրա համար շատ ավելի հեշտ էր տեխնիկապես այնպես անել, ոնց որ խոսեցինք, հա, աշխատավարձի բանով անել, հա։ Դրույքաչափը։ Հա, ինչ որ ձևով բան, բայց տեխնիկական պատճառներից ելնելով նաեւ վարչապետը ասաց, որ միջանկյալ լուծում է ընտրվել նման բան։ Եվ վերջին 10-րդ անգամ ասում ես թեման փակում ենք։ Դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Այլ հարց է։ Ֆիքսված Լավ, մենք արի քաղաքական գործիչը եւ մեր այսօրվա դաշտի լրագրողը բարոյականությունից չխոսի։ Պարոն Սիմոնյան, Այդպես ոչ կարծում ճիշտ չի։ Երբ որ մենք հիմա դուրս գանք փողոց, պարոն Սիմոնյան, լիքը մարդ նոր տարին դոմիկներում ա դիմավորել։ Լիքը մարդ դիմավորել է անլույս, առանց ավանդական տոհմաների, առանց խոզի բդի եւ առանց լիքը ծախսությունների։ Նաեւ լիքը մարդ Դուբայներում ա դիմավորել, Եգիպտոսներում ա դիմավորել, տարբեր երկրներում ա դիմավորել, հյուրանոցներում լեփ-լեցուն, Հայաստանի Հանրապետության տարբեր ռեստորաններում ա դիմավորել։ Այդտենց բաներ, այդ դեմագոգիա է։ Դուք ձեր խոսքերը չեք կատարել։ Լսեք, ոչ թոշակների բարձրացման չափն է ձեր ասացին համապատասխան։ Ոչ աղքատության կրճատումը, ոչ մի բան։ Հարգելիս, ես իմ խոստումը չեմ կատարել, կգնաս, կընտրես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ ում որ կնախընտրես կամ չգիտեմ, ելով կա այնտեղ, ում որ իր խոստումները կատարել է, հա, պայմանավորված։ Պարոն Սիմոնյան, ես մի հարց էլի, դուք ես ճիշտ Ում ես հասկացա։ ընտրում, որ միշտ է տենց ես Ռոբերտ Եթե Քոչարյան, անկեղծ չեմ հասցնում որևէ ընտրության մասնակցել, որովհետև Այ վատ ես անում, այդ 20 րոպեն չես կարողանում գտնես գնաս ընտրում, պետք է ընտրությունների մասնակցես։ Այդ մի ձայնը կարող է դաշնակցությանը պետքական լինի կամ Ռոբերտ Քոչարյանի։ Պարոն Սիմոնյան, ես ուղղակի կուզեի դուք բարձաբանեք, Էլ այդ հարցին չենք չէ, ուղղակի հասկանամ։ Արդեն 10 անգամ նույն만 ասեցի, չէ։ Դուք ասել եք, որ ես, հա, կա։ Ասում եք պետական ապարատից կելնեն կգնան մասնավոր։ Օրինակ դուք կամ Նիկոլ Փաշինյանը, որ բարձր պարգևավճար կամ այդ աշխատավարձը չստանաք, մասնավորում որտեղ կարող եք բարձր բազմամիլիոնանոց աշխատանք գտնեք։ Ձեզ ով է առաջարկում նման աշխատանք։ Նարեկ ջան, ես դա չեմ քննարկում, ես որևէ քաղաքական գործիչ չեմ, պետական այր եմ, ես այնպես բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ վատ ռեզյումե չունեմ։ Առնվազն ձեր լրատվամիջոցում կամ որևէ այլ լրատվամիջոցում բավականին լավ լրագրող կարող եմ աշխատել։